Ողջույն բոլորին, այս տեսանյութում հուլիս ամսվա հրեշտակային ժամերն են։ Հրեշտակի ժամերը օրվա հատուկ պահեր են, երբ հատկապես կարևոր է աղոթքով, շնորհակալությամբ կամ լուռ խնդրանքով դիմել ձեր պահապան հրեշտակին։ Հենց այս ժամերին ավելի հեշտ է կենտրոնանալ ամենակարևորի վրա, հանգստացնել մտքերը և զգալ անտեսանելի աջակցությունը։ Ամենօրյա աղոթքները, որոնք ուղղված են հրեշտակներին, մարդուն վստահություն են տալիս և օգնում են նույն ամենաանորոշ ժամանակահատվածներն անցնել ներքին խաղաղությամբ։ Հուլիսի յուրաքանչյուր օրը մի քանի րոպե հատկացրեք կարճ աղոթքին, որը կօգնի տրամադրվել հաջողությանը և ազատվել բացասականից։ Եվ այսպիսով հուլիսի 1-ին Հուլիսի առաջին օրը ժամը 07:09-ից մինչև 07:51 աղոթեք ձեր պահապան հրեշտակին և խնդրեք, որ նա իր հովանավորությունը տարածի ձեզ վրա ամբողջ ամսվա ընթացքում։ Կապ չունի, որ ժամը անցել է, դուք դիմեք։ Հուլիսի 2-ին այսօր ժամը 08:08-ից մինչև 08:46 դիմեք հրեշտակին օգնության խնդրանքով։ Աղոթեք, որպեսզի ձեր ճանապարհին հանդիպեն միայն բարի մարդիկ, ազնիվ և մաքուր մտադրություններով։ Հուլիսի 3-ին ժամը 09:14-ից մինչև 09:52 խնդրեք ձեր պահապան հրեշտակին օգնել վերականգնել ներքին հավասարակշռությունն ու հոգեկան խաղաղությունը։ Հուլիսի 4-ին ժամը 10:03-ից մինչև 10:41 աղոթեք առողջության, ուժերի վերականգնման և հիվանդություններից պաշտպանության համար։ Հուլիսի 5-ին ժամը 11:17-ից մինչև 11:55 դիմեք հրեշտակին և խնդրեք օգնել հաղթահարել բացասական մտքերն ու զգացմունքները։ Հուլիսի 6-ին ժամը 12:06-ից մինչև 12:44 խնդրեք ձեր պահապան հրեշտակին աջակցել աշխատանքում և օգնել ամրապնդել ֆինանսական կայունությունը։ Հուլիսի 7-ին այսօրը հայելային ամսաթիվ է, որը համարվում է հոգևոր առումով առանձնահատուկ։ 08:07-ից մինչև 08:45 դիմեք ձեր պահապան հրեշտակին և խնդրեք որևէ նշան, որը կօգնի հասկանալ, թե որ ուղղությամբ պետք է շարունակեք ձեր ճանապարհը։ Հուլիսի 8-ին ժամը 13:09-ից մինչև 13:49 աղոթեք ձեր պահապան հրեշտակին և խնդրեք, որ նա պաշտպանի ձեր ամենամոտ ու սիրելի մարդկանց բոլոր դժվարություններից և փորձություններից։ Հուլիսի 9-ին ժամը 14:05-ից մինչև 14:53 խնդրեք հրեշտակին օգնել կարգուկանոն հաստատել ձեր զգացմունքներում, մտքերում և առօրյա կյանքում։ Հուլիսի 10-ին ժամը 15:09-ից մինչև 15:47 աղոթեք, որպեսզի կարողանաք հաղթահարել ֆինանսական դժվարությունները և ստանաք անհրաժեշտ աջակցությունը։ Հուլիսի 11-ին ժամը 16:16-ից մինչև 16:54 աղոթեք ձեր պահապան հրեշտակին, որպեսզի նա ձեզ պարգևի մտքի պարզություն և օգնի խուսափել շտապ ու սխալ որոշումներից։ Հուլիսի 12-ին ժամը 17:04-ից մինչև 17:52 խնդրեք ձեր պահապան հրեշտակին պարգևել հոգու խաղաղություն, ներքին անդորր և հանգիստ մտքեր։ Հուլիսի 13-ին ժամը 18:10-ից մինչև 18:51 աղոթեք ձեր պահապան հրեշտակին և խնդրեք օգնել ազատվել անցյալի սխալների հետևանքներից ու տհաճ իրավիճակներից։ Հուլիսի 14-ին ժամը 19:02-ից մինչև 19:40 դիմեք ձեր պահապան հրեշտակին, որպեսզի նա աջակցի ձեր ծրագրերին ու մտադրություններին և օգնի ճիշտ որոշումներ կայացնել, չշեղվելով ճիշտ ճանապարհից։ Հուլիսի 15-ին այսօրը օգտակար է խնդրել ձեր պահապան հրեշտակից ներշնչանք և նոր գաղափարներ։ Դիմեք իրեն ժամը 07:25-ից մինչև 08:03 խնդրելով աջակցություն և ոգևորում։
Հուլիսի 16-ին ժամը 08:18 մինչև 08:56 խնդրեք ձեր պահապան հրեշտակին պարգևել անկեղծ սեր, փոխըմբռնում և խաղաղություն ընտանիքում։ Հուլիսի 17-ին ժամը 09:07 մինչև 09:45 խնդրեք ձեր հրեշտակին օգնել լինել կարգապահ, ուշադիր և կարողանալ նկատել նույնիսկ ամենակարևոր մանրուքները։ Հուլիսի 18-ին ժամը 10:15 մինչև 10:53 դիմեք ձեր պահապան հրեշտակին, խնդրելով օգնել գտնել ճիշտ ուղղությունը և ազատվել կասկածներից։ Հուլիսի 19-ին ժամը 11:08 մինչև 11:46 դիմեք ձեր պահապան հրեշտակին և խնդրեք օգնել ազատվել պատրանքներից ու ինքնախաբեությունից, որպեսզի կարողանաք ամեն ինչ տեսնել իրական լույսի ներքո։ Հուլիսի 20-ին ժամը 12:19 մինչև 12:57 աղոթեք արդարության և աջակցության համար, հատկապես այն իրավիճակներում, որտեղ շատ բան կախված է ուրիշների որոշումներից։ Հուլիսի 21-ին ժամը 13:06 մինչև 13:44 խնդրեք ձեր պահապան հրեշտակին, որ ձեր կյանք բերեն բարի լուրեր, հաճելի հանդիպումներ և հոգու թեթևություն։ Հուլիսի 22-ին ժամը 14:12 մինչև 14:50 դիմեք ձեր հրեշտակին, խնդրելով պաշտպանել ձեզ նախանձից, անհանգստություններից և չարամիտ մարդկանց բացասական ազդեցությունից։ Հուլիսի 23-ին ժամը 15:18 մինչև 15:56 նայեցեք խնդրեք ձեր պահապան հրեշտակին ուժ և համբերություն, որպեսզի կարողանաք հաղթահարել բարդ հուզական փորձությունները։ Հուլիսի 24-ին ժամը 16:09 մինչև 16:47 խնդրեք ձեր հրեշտակին, որ բացի ձեր առջև ճիշտ ճանապարհը և առաջնորդի դեպի հաջողություն։ Հուլիսի 25-ին ժամը 17:15 մինչև 17:53 դիմեք ձեր պահապան հրեշտակին և խնդրեք քաջություն, ապրել սրտի թելադրանքով և չվախենալ ապագայից։ Հուլիսի 26-ին ժամը 18:07 մինչև 18:45 աղոթեք ընտանիքում խաղաղության, հոգևոր մտերմության, սիրո և անկեղծ փոխհարաբերությունների համար։ Հուլիսի 27-ին ժամը 19:14 մինչև 19:52 խնդրեք ձեր պահապան հրեշտակին աջակցել աշխատանքում և օգնել ամրապնդել ձեր ֆինանսական վիճակը։ Հուլիսի 28-ին ժամը 20:03 մինչև 20:41 խնդրեք համբերություն, ուժ և հաստատակամություն, որպեսզի կարողանաք հաջողությամբ ավարտին հասցնել կարևոր գործը։ Հուլիսի 29-ին ժամը 21:11 մինչև 21:49 դիմեք ձեր պահապան հրեշտակին և խնդրեք ներքին ներդաշնակություն ու խաղաղություն, ինչպես նաև ազատվել նախանձի զգացումից։ Հուլիսի 30-ին ժամը 22:06 մինչև 22:44 կարող եք դիմել ձեր պահապան հրեշտակին, խնդրելով աջակցություն ամենանվիրական ցանկությունների իրականացման հարցում։ Հուլիսի 31-ին հուլիսի վերջին օրը նվիրված է շնորհակալությանը, ժամը 23:08 մինչև 23:46 զրուցեք ձեր պահապան հրեշտակի հետ, շնորհակալություն հայտնեք նրա աջակցության համար, պատմեք ձեր հաղթանակների, ուրախությունների և նույնիսկ կասկածների մասին, որպեսզի խաղաղ սրտով ու վստահությամբ մուտք գործեք կյանքի նոր շրջան։